Սա լրիվ գեղձիկ է, այդ փոխանակման, այսինքն վերադարձի մասին խոսք էր գնում նաև նախկին կոչվածների ժամանակ, եւ բայց այնտեղ կարելի է այնպիսի ֆորմուլա գտնել, որ մեզ ի վնաս չլինի, տեսեք, այսօր ինչպես դուք ասեցիք, այստեղ էլ փոխզիջում չկա, մենք չենք խոսում, ուղղակի չենք խոսում, որ հայերը վերադառնան Բաքու, Դա օրակարգից դուրս է եկել։ Բաքու չեն վերադառնում, Սումկայիթ չեն վերադառնում, Գանձակ չեն վերադառնում եւ այլն։ Անգամ մենք չենք խոսում դրա մասին, որ հայերը վերադառնան, մեկ օդար երկրներում, ինչ որ այդ հարցը դրում է, բա մենք ուզում ենք, որ Արցախի հայերը վերադառնան, ու այդքան բան եւ է։ Բայց ինչ որ գործ չեն գանում դրա հետ կապված, դիր, դու քո պայմանը դիր, ասա լավ, քոնը գգա, իմն էլ գգնա այն կողմը, եւ դու ուզում ես իմիջիայլոց թուրքական կողմից, այսինքն ադրբեջանական կողմից այդ ծրագիրը լրիվ մշակված է, իրենք ոչ միայն մտածում են, որ այդ ժողովրդին եւ մի բան էլ ավել, որովհետեւ ասում են, որ դե գիտեք ինչ, մինչեւ այսօր իրենց ընտանիքները զարգացել են, մեծացել, նրանք էլ պիտի կան, այսինքն ստեղից գնացածները չէ, Ադրբեջանում ծնվածներն էլ պիտի կան, ու մի միլիոն մարդ պիտի ուղարկեն այստեղ, եւ ոչ միայն դա, այլ նաեւ իրենց ապահովությունը ապահովելու համար ինչ որ ուժեր էլ պիտի բերվեն այստեղ, որ անվտանգությունը ապահովելու համար ոստիկանական ուժեր կամ ռազմական ուժեր, որ իրենց անվտանգությունը ապահովեն։ Իսկ մենք այդպիսի բան ասում ենք իրենց, մեր հայերն էլ գնան Արցախ եւ այստեղից գնան ինչ որ ռազմական կամ ոստիկանական ուժեր իրենց անվտանգությունը ապահովելու համար, ասում են, չենք ասում, բա ուր է փոխզիջումը։ Բացի այդ, նախկինները ինչպես ասեցի, ունեին այդ բանը, այո, քննարկվել էր դա էլ, այո, քննարկվել էր, որ ադրբեջանցիները կարող են Շուշի վերադառնան։ Իմի դա էլ իմիջիայլոց է դակերը օգտագործում են, բա դուք թողնում եք, դուք եք թողնում, հարաբերակի նաև տարբերակներ, բայց այստեղ պայման կար, որը այսօր էլ կարելի է դնել եւ ընդհանրապես չի տրվում, որ այնտեղ պայման կար, որ քանի հոգի ձեր կողմից գալու է մեր կողմ բնակվելու Շուշի, այդքան էլ հայ պետք է գնա Բաքու բնակվի։ Ինչքան հայ գնում է Բաքու բնակվի, այդքան ադրբեջանցի կարող է գա Շուշի բնակվի։ Դե հիմա Բաքու ով կգնա բնակվելու։ Իհարկե համարյա թե ոչ մեկը, կարող է մի 10 հոգի մտածեն, թե գուցե լավ կլինի, թող 10 հոգի էլ ադրբեջանցի գա։ Դա է փոխզիջումը, դա է քաղաքականությունը, դա է ռեալ քաղաքականությունը։ Իսկ սա անցնադուր լինել է, կապիտուլացիա է, այն էլ 100%-ով ամեն ինչով։ Այսինքն ընդհանրապես կապիտուլացիան անգամ նենց է, որ հակառակ կողմը քո առաջ ինչ որ պայմաններ, շատ ծանր պայմաններ է դնում, դու էլ փորձում ես ինչ որ կետ մեղմացնես։ Մեզ մոտ այդ բանը չկա, ընդհակառակը, մենք իրենցից ավել ենք առաջ գնում։ Շատ բարձ օրինակ տամ, երբ որ Ադրբեջանի կողմից Ալիևը օրինակ խոսում էր Զանգեզուրի Միջանցկի մասին, Մեղրի Միջանցկի մասին, Միջանցկ, տեսեք, եզակի է խոսում այդ մարդը, մեր վարչապետը մի անգամից ասեց, որ ինչ մեկ հատ, ես իրենց 3 հատ ճանապարհ, բայց քեզնից ով էր խնդրում 3 հատ։